Չի ուզել, չի շնորհավորել։ ԿՊ վարչության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի փակագծերն է բացել ու նշել, որ առնվազն մի քանի հարցի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում։ Փաշինյանը ընդգծել է, որ Պուտինի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի լեգիտիմ իրավունք իր համար այլընտրանքներ ձևակերպելու եւ ձևավորելու համար։ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Անդրադառնալով արտահանման սահմանափակումներին Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը ոչ թե միայն Հայաստանինն է, այլ ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կատվածահար է եւ չի աշխատում։ Նա զգուշացրել է, որ եթե հարցը արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջին սկիզբը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց Իշխող քաղաքացիական պայմանագիրը ավարտել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված սեփական տեխնացուների ընտրությունները, որոնք ըստ Փաշինյանի ընտրվել են փակ գաղտնի քվեարկությամբ։ Փաշինյանը հիշեցրել է, որ այս նախնական ցանկը դեռևս վերջնական չէ, քանի որ հանձնաժողովների բաշխումը կախված է լինելու նաև խորհրդարանական ընդդիմությունից։ Փաշինյանը նաև հայտնել է, որ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները վերանշանակվելու են։ Արայիկ Հարությունյանին էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Լիլիթ Մակունցը։ Դուք քարտագրացենյակում իսկ ինչ անելիքով էիք։ Կարգալույս քահանա Տեր Թադեին, Արամայիս Թաղմազյանին լրագրողները ֆիքսել են ԿՊ գրասենյակից դուրս գալուց։ Լրագրողների այն հարցերին, թե ինչ անելիք ուներ իշխող ուժի գրասենյակում, Թաղմազյանը չի պատասխանել։ Այս օրերի ամենագլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե կաթողիկոսը լինելու է 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստին, թե ոչ։ Լրագրողները Կարգալույս քահանային հարցրել են, արդյոք ինքն է ցանկանում փոխարինել կաթողիկոսին ազգային ժողովի նիստում։ Չեք բացառում եւ այնտեղ ձեզ կպատասխանեն։ Փաստորեն չեք բացառում։ Պարոն Պապոյան, փաստորեն Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պնդմամբ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժը։ Նախարարի խոսքով այն ապրանքը, որը հաջողությամբ վաճառվում է Եվրոպական միության, Չինաստանի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների շուկաներում, չի կարող խնդիրներ ունենալ կամ չվաճառվել Ռուսաստանի Դաշնությունում այնպիսի պատճառներով, որոնք դուրս են տնտեսական տրամաբանությունից։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժ։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետև մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման։ 400 կիլովոլտ գծի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը անդրադարձել է Իրանից գազի մատակարարումների ավելացման հնարավորություններին եւ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը։ Նախարարի խոսքով Իրան կատարած այցի ընթացքում ֆիքսվել է, որ Իրանն ունի ավել էլեկտրաէներգիայի, իսկ Հայաստանը բնական գազի կարիք։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի ավելացումը ռուսական գազին փոխարինող կամ այլընտրանքային ուղի է որոնվում, մասնավորապես գազի հնարավոր թանկացման ֆոնին, Խուդատյանը հերքել է մտահոգությունները, պարզաբանելով, որ դա սովորական աշխատանքային պրոցես է։ Մտահոգություն չկա, կա աշխատանքային պրոցես, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ առանց դադարի, տարի 12 ամիս գրաֆիկով այս գործառույթը իրականացել են։ Այնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է եւ հիմա էլ արձանագրել են, որ ելի կա հնարավորություն ծրագրի շրջանակը ընդլայնել, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր այս հարցը քննարկել։
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգին, արկի ընկնելու տեղում բնակելի շենքեր եւ այլ կառույցներ չեն եղել։ Սոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել եւ հայտնել Հորդանանում ԱՄՆ ավիաբազայի եւ հրամանատարական կենտրոնի ուղղությամբ հարվածների մասին։ Իրանն առաջիկա շաբաթներին ակնկալում է ստանալ չինական արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբականակը, հայտնել է Reuters-ը։ 60-ից 70 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ այս գործարքը Թեհրանի ամենախոշոր փորձերից մեկն է ամրապնդելու իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց ի վեր։ Պայմանագրի համաձայն Իրանը ձեռք է բերելու 300-ից 400 շարժական հոբ համակարգ։ Սպառազինության առաջին խմբականակները օդային ճանապարհով կփոխադրվեն Չինաստանից եւ Պակիստանի տարածքով կտարանցվեն Իրան։ Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը։ Reuters-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Ավելի վաղ Օմանն առաջարկել էր տարածաշրջանային նոր համաձայնագիր ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված հակամարտությունը կարգավորելու համար։ Իրանը մերժումը ներկայացրել է հայտարարելով, որ նախաձեռնությունը որևէ հեռանկար չունի։ Իրանցի պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա, ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց անիրատեսական ծրագրերը։ Պաշտոնյան հավելել է, որ չնայած Թեհրանը Մասկաթին համարում է կարևոր հարևան, Օմանի հետ 50-50 սկզբունքով համատեղ վերահսկողության շուրջ պայմանավորվածությունը չի բխում Իրանի շահերից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարարը իրեն հավաստիացրել է, թե ուկրաինական զինված ուժերի իրանական նավին հասցված հարվածը եղել է ոչ միտումնավոր եւ Կիևը չի ձգտում իրավիճակի սրմանը։ Միջադեպը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների շրջանակում, եւ ուկրաինական անօդաչու սարքերի եւ հրթիռային հարվածի թիրախում եղել են հակառակորդի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Իրանական բեռնատար նավի վնասումից հետո Թեհրանը խիստ մտահոգություն է հայտնել միջազգային ջրերում եւ նավահանգիստներում առևտրային նավագնացության անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինական կողմը պարզաբանելով իրավիճակը հավաստիացրել է, որ իրանական նավը թիրախավորելու դիտավորություն չի եղել, ինչից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները քննարկել են նմանատիպ միջադեպերից հետագայում խուսափելու մեխանիզմները։ Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ արևմտյան աշխարհը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍ-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով Արևմուտքը հայտարարում է, որ լրացուցիչ կմտածի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու ժամկետների մասին եւ շարունակում է պնդել Կիևում նացիստական վարչակարգը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեջբերում մեր կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ Արևմուտքը մտածում է, եւ երևի սա կարեւոր է, որ բոլորը տեսնեն, հասկանալու համար, որ իրավիճակը կատակ բան չէ։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեր դեմ ոտքի է կանգնել քաղաքակիրթ այսպես կոչված ողջ աշխարհը։ Մեջբերման ավարտը։ Դաշնության արտգործնախարարի խոսքով Արևմուտքը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացնում Ուկրաինայում կարգավորման պայմանների վերաբերյալ, սակայն Մոսկվան չի զիջել իր արժանապատվությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարան հայտարարել է, որ ցանկանում է պատերազմը ավարտել առաջիկա 14 տարում։ Ամերիկացի բլոգեր Լորա Լումերին տված հարցազրույցում նա նշել է, որ ցանկանում է ավարտել պատերազմը նախքան իր որդիների զորակոչային տարիքի հասնելը։ Խմարան ունի 2 որդի՝ 9 եւ 11 տարեկան։ Ռուսաստանի Տվերի մարզում հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է նկարահանումների համար կառուցված մի ամբողջ արհեստական քաղաք։ Ուկրաինական հարվածների ֆոնին լիազանում այրվել է Վալբերիզի հերթական պահեստը։ Ռուսաստանում պահեստային համալիրների վրա ՀԹՍ-ների մասշտաբային հարձակումներից հետո ընկերությունը սկսել է ազատ տարածքներ փնտրել Ղազախստանում։ Կոմերսանտի տվյալով ընկերությունը պատրաստ է վերցնել հասանելի բոլոր պահեստները։ Ալմաթիում ու Աստանայում այժմ ընթանում է նոր լոգիստիկ կենտրոնի կառուցում։ Վալբերիզն արդեն 40 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել։ Պետդումայում առաջարկել են վարկային արձակուրդ տրամադրել ապրանք կորցրած վաճառողներին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Իսրայելը սեփական նախաձեռնությամբ առանց Վաշինգտոնի խնդրանքի չի հարվածի Իրանին։ Նա շեշտել է, որ Թեհրանի հարձակման դեպքում Իսրայելը իրեն իրավունք է վերապահում հասցնել պատասխան հարվածներ։ Վարչապետը նաև հավաստիացրել է, որ Իսրայելը շարունակելու է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ։ Հանդիպումից հետո Նեթանյահուն բանակցությունները անվանել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած իր լավագույն հանդիպումներից մեկը։ Նա նշել է, որ զրույցը ընթացել է փոխադարձ աջակցության մթնոլորտում Իրանի միջուկային զենք չունենալու ընդհանուր նպատակի լիարժեք ըմբռնմամբ։ Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա եւ Անթալիա նահանգներում։ Փրկարարները փորձում են մարել ցամաքային եւ օդային ճանապարհներով։ Տարածաշրջանում սաստիկ շոքերի, ցածր խոնավության եւ ուժեղ խամիների պատճառով ստեղծվել է հրդեհավտանգ ծայրահեղ իրավիճակ, ինչը արագացրել է կրակի տարածումը։